Ստեղ մեր առաջի խնդիրը ասում էր իրական բավականին նման են խնդիրները նաև լեկցիայի մեջ դիտարկած օրինակներին, բայց ուղղակի նույնով անցնենք մի քիչ ավելի դանդաղ ու ավելի տենց գործնականի վրա ֆոկուսով։ Հիմա օրինակի համար 900 հոգու փողոցում կանգնած հարցրել ենք ում կքվեարկեք, 50%-ը ասել է A կանդիդատին կքվեարկեն։ Հիմա ինչ կարանք սրա հետ անենք։ Մի տարբերակ է, որ ասենք դե մեր կարծիքով 52% մարդը կհավաքի բան, կքվեարկի A-ին։ Այդ պնդումը կարանք հիմա էլ անենք որպես այդպեսին, բայց ոնց կարանք ուժեղացնենք այդ պնդումը, ավելի վստահելի դարձնենք։ Որն է հիմնական այդ իդեան։ Դե գնանք մի հատ ուրիշ 900 հոգու հարցնենք, իրանցից տոկոս կստանանք էլի։ Ըհը։ Ինչի համար։ Նու որ արդեն բաշխում ստանանք էլի, ոչ թե մի հատ գնահատական։ Ահա։ Այսինքն մենք ուզում ենք, ասենք 52%-ից բացի ուրիշ ինչ ենք ուզում ասենք, կամ ինչ որ x%-ից բացի։ Նու այնքան է իր շեղումն էլի, այդ ինչքանով ենք ճիշտ գուշակել այդ 52-ը։ Հա, հա, այդ շեղումը в принципе հարմար բառ է։ Ուզում ենք արդեն ոչ թե կոնկրետ մի հատիկ թիվ ասենք, այլ ասենք, որ բան։ Օրինակ անգամ ասենք 45-ից 55% հավանականությամբ կընտրվի։ Այդտենց ճիշտ կլինի պնդում անել։ Կամ այդքան լավ չձևակերպեցի ես հարցը սենց։ Եթե օրինակ սենց ինտերվալ ենք հաշվում, ստանում ենք ինչ որ 45-ից 55։ Այս ինտերվալը մեզ ինչ է պատմում։ Ինչ է սա նշանակում էլի այս երկու թիվը։ Որ ինչ որ դեպքեր օրինակ 90% եմ կամ 95% եմ, այդքան ճշտություն կունենանք էլի, մեր տվյալները կեղնեն 45-ից 55%։ Ըհը։ Մեր տվյալները, բայց մեր մոտ մի հատիկ ինչ որ թիվ է, չէ՞, միշտ լինում։ Իրական գնահատական է, էլի կընկնի այդ միջակայքը 95%-ից ավելի դեպքերում։ Ըհը, գերազանց։ Իրական եթե ինչ որ արժեք կա, մենք եթե մեր process-ով շարժվենք ու ստանանք ինչ որ մեր x-ը ու x-ի համար ինչ որ ինտերվալ, այդ ստացած ինտերվալների մեջ ինչ որ ժամանակի օրինակ 95%-ում դեպքերի այդ իսկական արժեքը կլինի մեր ինտերվալի մեջ։ Այսինքն մենք կարող է այդ x-ը սխալ հասկանանք, այսինքն մեր հիմնական գնահատականը սխալ լինի, բայց այն ինտերվալը պլյուս մինուսի հաշվին 95% դեպքերում կպլստանք, որ իրական արժեքը կպատկանի ինտերվալին։ Ուհա։ Այս ինտերվալները, որ օրինակ փոքրացնեմ, այդ ինչին կբերի, մեր այս ասած նախադասության մեջ ինչը կփոխվի։ Այդ 95%-ը չի փոխվի։ Ըհը, ըհը, շատ ճիշտ է։ Եթե ուզում եմ շատ վստահ լինեմ, ասենք 99.9%, պետքա շատ լայն ինտերվալ ունենամ։ Այնտեղ իհարկե վարիացիայից կախված է, բայց ոնց որ եթե ֆիքսում ենք մնացած ամեն ինչը, պետքա ինտերվալը լայնացնեմ։ Ինտերվալը որ փոքրացրեցի, արդեն ավելի ճշգրիտ գնահատական կասենք, այսինքն մարդը հստակ կիմանա, օրինակ ասում ենք 50-ից 51, շատ ավելի փոքր ինտերվալ է, շատ ավելի հասկանալի է իրեն, բայց նաև շատ ավելի հաճախ վերարտադրելուց էքսպերիմենտը ճիշտ արժեքը, իրական արժեքը չենք բռնացնի։ Okay, շատ ճիշտ է։ Իսկ ոնց էր արվում այդ մեր մոտեցումը, ոնց էինք այդ ինտերվալը հաշվում։ Okay, օրինակ բանով էս 52-ը ստացանք, հարցրեցինք 900 հոգու, 52-ը ունեցանք։ Բայց պլյուս մինուսը ինչից եմ վերցնում։ Այդ z score-ով չէինք ստանում։ Ահա, z score-ը մի կոմպոնենտ էր, ասում էի այստեղ պլյուս մինուս z ինչ որ կրիտիկական արժեք, կախված թե քանի տոկոս ենք ուզում լինի։ Օրինակ, եթե 95% ենք ուզում լինի, այսպես եղավ, այս պոչերի վրա լինում է 2.5%, կարող եմ ստեղ z0025, այս z-ի արժեքը աղյուսակից նայել, այս հաջորդ դասին կանենք։ Բայց այստեղ մի հատ էլ կոմպոնենտ կա, չէ՞։ Ու անգամ վարիացիա բաժանած արմատենի։ Ըհը, շատ ճիշտ է։ Մենակ թե բան վարիացիայի փոխարեն ստանդարտ շեղում ասենք, այստեղ առանց քառակուսի ենք ասում։ Բայց հա, գերազանց, այս շատ ճիշտ է, որովհետև շուտիկի կախված է բանից, չէ՞։
Եթե ասենք մեր գնահատականը ի սկզբանե տենց մենք շատ վստահ ենք 52-ի վրա, պլյուս մինուս շատ պետք չի անել, բայց եթե տենց ինչ-որ sense համարյա համաչափ հավասարաչափ բաշխում ա մեր մոտ, լավ վարիացիայի տեսենք, լավ այսպես գծեմ, մի քիչ վարիացիան ավելի բաներով է։ Այս դեպքում արդեն մեր ինտերվալն է պետքա լայնանա։ Ուհա, գերազանց։ Այս մեր մոտեցումն է հենց։ Այսքան վերցնում ենք այս մեր արժեքը, նայում ենք 0,025-ին ինչը համապատասխանում նորմալ բաշխման մեջ, եթե նորմալ բաշխում ենք, էլի օգտագործում։ Ինչ որ 1.96 էր։ Ու մեզ տակը մնում է ուղղակի ասել դե հաշվենք բանը, վարիացիան բաժանենք արմատ n-ի։ Հիմա հարցը եկավ նրան, բա ոնց հաշվեմ վարիացիան։ Ես ինչ բաշխման հետ գործ ունեմ այս սյուժետում, երբ որ գնում մարդկանց հարցնում եմ կքվեարկեք այս մարդուն թե չէ։ Նորմալ բաշխումը։ Չէ, մի քիչ զգուշ լինենք, մեր մոտ արժեքները ինչեր են։ Այսինքն այդ 900 մարդու համար որ գրեմ այդտեղ արժեքները իրանց ինչեր են ստել ու 900-ը։ Բեռնուլի բաշխում չի։ Ահա, շատ ճիշտ է։ 1 ու 0-ներ է, չէ՞ լինելու։ Հա կքվեարկեմ, չէ, չեմ քվեարկի։ Ու մենք այդտեղ որպես գնահատական վերցնելու ենք այս մեկերի քանակը, այս դեպքում օրինակ p-ն վերստանալու ենք մեր մոտ 0.52, չէ՞։ Մենք ենթադրելու ենք, որ ինքը Բեռնուլիի բաշխումին է հետևում 52 0.52 գործակցով։ Բա վարիացիան ինչ է այդ դեպքում։ Բանաձևով իրա։ Ոնց էր Ահա, հաշվում։ կհիշեք բանաձևը։ 1 բաժանած n-1 գումար x-ից հանած x գլխարկ բարձրացած Ահա, քառակուսի։ այս լավ բան եք ասում, բայց այս կլիներ այն դեպքում, եթե մեզ պետք լիներ գնահատել վարիացիան, չէ՞, այսինքն մեզ տվյալները տվել են, ասում են դե մի ձև յոլա գնաք վարիացիայի համար գնահատական տուն։ Բայց դեռ եթե պատկերացնենք, որ արդեն դե pen ունենք, pen ունենալով բանաձևից ոնց կանք, բանձավ ոնց կանգնենք, այսինքն անալիտիկ բանաձև է, էլի, դասագրքում գրած է սենց ասած, էլի, ոչ թե մեր տվյալներից ունեցածը։ P անգամ Ահա, 1 մինուս P։ ահա, շատ ճիշտ է։ Ձեր երկու տարբերակներն էլ ճիշտ է, էլի, ուղղակի տարբեր դեպքերի են համապատասխանում։ Հիմա այս մեկը մեր վանիլային դեպքի համար է, երբ որ անալիտիկ բանաձևով առաջ ենք գնում։ Ուհա, այս որ ունենք արդեն ստացվում է մենք ասում ենք 52 գումարած 1.96 արմատ p անգամ 1 մինուս p բաժանած այս դեպքում 900։ Ահա, այ ասում։ Մեզ մնում է ուղղակի սա բռնել հաշվել։ Սա ժամանակին որ հաշվել էի, ճիշտ Կլոդը որ հաշվել էր, այս տալիս էր մեր մոտ բան, ուղղակի թվերը լինում էին 0.48-ից մոտավոր 0.55։ Արդեն այսպես ինտերվալ ունեցանք։ Մեջտեղը 0.52-ն է իրա, որովհետև նույն բանը գումարում հանում ենք։ Բայց գոնե արդեն ինտերվալը ստացանք։ Ինտերվալի մեջ օրինակ մտնում էր 0.5-ից փոքր թիվ։ Այս նշանակում է, որ որպես այդպեսին չենք կարող պնդենք վստահ, որ գիտեք ինչ, այս մարդը հաղթելու է, որովհետև իսկի իր ինտերվալը ամբողջությամբ 0.5-ից բարձր չի, էլի։ Դե բարի, սա մեր մոտ Վալդի confidence ինտերվալն էր։ Նաև անցել ենք Վիլսոնի confidence ինտերվալը։ Որն էր Վիլսոնի միտքը։ Ու Վալդի ժամանակ մեր գնահատականը արդեն པարզ էր, Վիլսոնինը չէ, ինչքան հիշում եմ։ Այստեղ Վիլսոնի մոտ էլի в принципе անալիտիկոտ ու տենց ուղիղ ճանապարհով ենք գնալու։ Ուղղակի ինքը Վալդի հենց այս դեպքի համար ունեցած մի հատ նրբության հետ է խաղում, էլի, եթե հիշենք, որ այստեղ օրինակ այս p-ն ենք օգտագործում, p-ի ինչ արժեքների դեպքում օրինակ այստեղ կստացվի, որ ինչ որ օրինակ կա որպես այդպեսին այդ confidence interval-ը կորցնում ենք, էլ չունենք էլ confidence Այնտեղ interval։ որ 0 է ստացվում, պլյուս մինուս փոքր թվեր ենք անում մետեր։ Ահա, շատ ճիշտ է։ 0-ն լեկցիայի վաղտ էի ասեմ, մի բան բաց էի թողել, իրականում մեկ էլ երբ ունենք խնդրեմ։ Անվերջի ժամանակ։ Չէ, այստեղ բան ունենք, չէ՞, ոնց որ 0-ից 1 հավանականություն ապն։ Նու Այն կատնեք երևի հայտարարում 0 գնա նու անվերջ, այդ այլի ինչ եք ասում։ Հա։ Հա չէ, այստեղ ոնց որ ուղղակի ունենք համարիչ հայտարարի հետ խնդրեմ չունենք այս մասում, էլի։
Համարիչում, բայց օրինակ p անգամ 1 մինուս p ունենք ու նույնձև p-ն եթե օրինակ 1-ին շատ մոտիկ լինի կամ 1 լինի հենց, էլի կորցնում ենք մեր մոտ բանը, ինտերվալը։ Ու Wilson-ը սրան գալիս էր լուծումները նրանով, որ ընդեղ երբ որ ունեինք 1-ը բաժանած Այճիշտ Wilson-ի բանաձևը գալիս էր դառնում այսպես, եթե միանգամից գրենք, ստեղ մենք ունենում ենք մի հատ z բաժանած 1 գումարած z քառակուսի n, ու ստեղ արմատի մեջ իրական վախում եմ, որ մի քիչ լեկցիայի ժամանակ մի փոքր ուրիշ բանաձև եմ գրել կամ բանաձևի վրա շատ չեմ կենտրոնացել։ Այսպես մի հատ բան էինք ունենում, Այստեղ z-ը ինչ-որ թիվ ենք դնում, էլի, այնտեղ օրինակ կար բանի, մի քիչ ավելի հեշտ տարբերակի, որտեղ ուղղակի համարիչ հայտարար 2 էինք օրինակ գումարում։ Սա միտքը ուղղակի այնա, որ բան է անում։ Գայսը մի քիչ ավելի ստաբիլ է դարձնում արժեքները ու այդ բանին կրիտիկական արժեքների դեպքում վատ թվեր ունենալու համար հարցը մի քիչ փափկացնում է, էլի։ Այս դեպքի համար օրինակ եթե հաշվարկով անում ենք, էլի մոտավորապես գալու էր 0.4-ից 0.5-ին, այսինքն տարբերությունները այս երրորդ ու չորրորդ նիշերի մակարդակով էին գալիս, որտեղ ստեղ z քառակուսի բաժանվոր ունենք ու n-ը մեր մոտ 900 ենք դնում, արդեն տենց մի քիչ ավելի պստիկ թվեր է դառնում, էլի։ Մեծ է, դա Այջան, Wilson-ի հիմնական նշում։ այդ Z-ը ինչ էր, այդ տեղը չբերեցի։ Հա, այս պահը մի քիչ լավ չասացի, որովհետև Ինչ իրականում գումարեցիք։ Հա, այս z-ի համար ինչ որ արժեք մենք պետքա որոշենք, թե z-ին ինչ ենք դնում։ Օրինակ z-ը կարող ենք դնենք 1 կամ 2, նայած ինչքան ենք ուզում փափկացնենք, էլի այս մոտեցումը։ Մի հատ ինքը ինչ որ դրական թիվ է, որ տեղադրում ենք հաշվում ենք։ Այնտեղ եթե z օրինակ 2-ը մասնավոր ինչ որ անուն ունի հատուկ։ Պրոստը հա, ուղղակի որ այդ վերևը 0 չտալու իմաստը տա, հա, որ ինչ որ թիվ գումարվի, ինքը 0 չդառնա։ Այդ համարիչը, որ ենթադրենք P-ի ինչ որ շատ փոքր ու P-ի մեծ արժեքի դեպքում այս առաջի գումարելին 0 էր չէ տալու։ Այս P անգամ 1 մինուս P բաժանած n-ը։ Հա, ստեղ լրիվ 0 էինք ունենում։ Հա, հիմա այդ գումարելին անում եք, որ ինքը 0 չդառնա, մեծ փոքր ենթադրենք P-ի դեպքում ու այդ ինչ որ տենց բան գումարելին 0 չդառնա, ինքը այդ առաջի թիվը չդառնա, հա, այդ էր միտքը։ Հա, որ շարունակենք ինտերվալ ունենալ, էլի, ինտերվալը Հա, չվերածվի։ այսինքն կետ չդառնա, ինտերվալ մնա ուղղակի։ Ահա։ Ոստեղ ոնց Հա, որ միտեղ գումարում էինք z քառակուսի բաժանած n, որտեղ ուզում ենք տվյալների քանակից կախված լինի ամեն դեպքում։ Ոստեղ էլ մի հատ էլ ադապտացնող ֆակտոր կար, որ մի հատ էլ հայտարարում էինք ունենում բան, որ z-ը բաժանած 1 գումարած z քառակուսի անգամ n, այստեղ իդեալական չեմ կարա հիմնավորեմ խիա ոնց որ հենց այս հենք հենց sense գրե, կարող օրինակ փորձենք սա արմատից մի ձև արմատից չեն կարա դուրս հանենք պլյուսը, այս կարծած ոնց որ հարմար բանաձև են գտել փափկացնելու իրավիճակը, էլի։ Մեկ էլ այս c կետը եթե նայենք, c-ում էլ ուղղակի ասում էր, լավ, իսկ ինչ եթե տվյալների քանակը փոխվի, արդեն ունենանք բան 900-ի տեղը 20 մարդ, այստեղ պետք է ուղղակի բռնենք ու վերահաշվարկ անենք։ Այստեղ շատ այդքան բան չի, շատ հետաքրքիր բան չկա հաշվարկը նորից անելով, կամ ուղղակի ասեմ հենց ինչ թվեր է ստացվում։ Ստացվելու էր մեր մոտ 0.33-ից 0.76, արդեն տեսնում եք ինչքան ավելի լայն է ինտերվալը, շատ ավելի լայն է։ Մի դեպքում էլ այս վալդի դեպքում Wilson-ի դեպքում էլ ստացվելու էր 0.34-ից 0.74։ Էլի որպես այդպեսին ինչ որ սուպեր վաու տարբերություն չենք ունենում ստեղ, բայց հա, կարևոր է տեսնել, որ ինքը բռնում լայնանում է։ Ու իրականում, երբ որ տվյալները քիչ են, ցանկալի է այս Wilson-ից օգտվել, եթե շատ տվյալներ կա, արդեն որպես այդպեսին տարբերություն չկա, էլի, կարելի է ավելի հեշտ վալդով գնալ առաջ։ Այստեղ այս տնայինի երկրորդ խնդիրը ինքը լրիվ ուղիղ բանից վերցրածն էր, գործնականից նեղություն, լեկցիայից վերցրածն էր,
որտեղ ուղղակի արդեն վարիացիան երկու կոմպոնենտ է ունում, որտեղ երկու խումբ ենք նայում, մեր p-ի տեղն էլ այդ p-ի տարբերությունն ենք նայում, բայց ըստ էության նույն հաշվարկով գնալու հարցն է։ Եկեք որ մի քիչ ավելի հետաքրքիր լինի, հաջորդը անցնենք Python-ով վարժության, հետո արդեն կհասկանանք, է սրան հետ գանք թե չէ օրինակ։ Այստեղ մեկ էլ մի հատ թազա բան, որ տնայինի մեջ որպես ստանդարտ կպահվի, երբեմն ակնհայտ կլինի ավտոմատ, բայց ընդհանուր առմամբ այն խնդիրները, որոնք որ թուղթ ու գրիչի են լինելու, մեջը էս մատիտի նշանը կլինի, այն նրանք, որ Python-ով արվելու են լինելու, մեջը, հա, Python-ը չեմ դրել սրա մեջ, բնականաբար, այն մյուսների համար էլ արդեն բան կունենանք։ Ոնց որ Python-ի նշան կունենանք, իսկ կոմբինացիան կլինի այսենց, այս 5-րդ խնդիրը դնելու համար փոշմանում եմ իրականում, մի քիչ ուշադիր չի եղել, որ սրան չէի ջնջել։ Բայց հա, եկեք գանք հիմա օրինակ այս 4-ի վրա աշխատենք, ինչի եմ 4-ը ասում, այստեղ կորելացիա ենք հաշվում, մի քիչ ավելի հետաքրքիր է, էլի, միշտ ինչ որ միջին մեդիանի գաղափարի մեջ ենք։ Մնոտ խնդիրը հետևյալն էր։ Ունենք բան, ունենք ինչ որ կոնկրետ տված տվյալներ, 1 2 2 3 եւ այլն եւ այլն։ Այս XY զույգերը, այսինքն ունենք ինչ որ կոորդինատային առանցքի վրա այդ կետեր։ Կամ կարող պատկերացնենք, ոնց որ միտեղ գրածա, օրինակ ինչ որ բանի ապրանք, միտեղ գրածա ինչ որ ապրանքի գին, միտեղ գրածա ապրանքի որակ, ուզում ենք հասկանանք, օրինակ ինչքան կախված են իրենք, ինչքան գծային կապ կա իրենց մեջ, դրա համար բռնենք հաշվենք Pearson-ի կորելացիան։ Կհիշեցնեք Pearson-ի կորելացիան ոնց էինք հաշվում ընդհանրապես։ Պարտադիր չի իդեալական բանաձևը ասեք, բայց գոնե իդեան բանաձևի թե ոնց ենք անում։ Այլ ջանց մի հատ բանաձև եմ հիշում, նորմալ հավասարում էր, կարծեմ եմ, որ երկու հատ մատրիցա ինք կազմեմ, մի հատը x-երից, մի հատը y-ներից ու մի հատ բանաձև կար x անգամ x-ի տրանսպոզի հակադարձ, անգամ x-ի տրանսպոզ հավասար անգամ y, էդի մեր թետա պարամետրն էր տալի, ինչ որ այդ ռեգրեսիայի բանաձև էր էլի ավելի շատ։ Ու դրա այն թետա երկրորդը մեր կորելացիայի ինչ որ կապ ուներ, չէ՞, բայց Այդ ոնց հասկացա նորմալ հավասարումն էի կանում, շատ ավելի հասարակ բանի մասին ենք խոսում էլի դեռ։ Ստեղ ուղղակի ասում եմ ունեմ ինչ որ տվյալներ, տակ։ Ոնց հասկանամ ինչքան է այս x առանցքի արժեքները y առանցքի արժեքների հետ կորելացված էլի, օրինակ այսա շատ ուժեղ կորելացված է, չէ՞, մեկը մեծացնում ենք, մյուսն էլ է մեծանում։ Այս մեկը ինչ որ այդքան է չէ, այդ իմաստով զուտ էլի։ Կորելացիան ուղղակի ինքը հələ ML-ի հետ շատ հələ ML-ի գաղափար չէր ինքը, էլի, տենց հաղթես վիճակի գաղափար էր։ Մի քանի տեսակ կորելացիաներ ունեինք, չէ՞, նաև։ Զուտ որ հաշվել, մի հատ բանձերի մեջ տեղադրել, ստանալ բան 0-ից 1, -1-ից 1 թիվ։ Եկեք այդ առաջի կետերի միջինը հաշվենք, հետո երկրորդինը, հետո ամեն մի կետից հանում էինք դրանց միջինները ու այդ դրանց արտադրյալի միջինը կովարիացիան չէր տալի։ Սա վերջին ասացի։ Հա, գերազանց։ Այդ հենց կակրաս կովարիացիան էր, այսինքն Հետո արդեն կբաժանենք այդ իրանց ստանդարտ շեղումների վրա ու 0-ից 1 ինտերվալը գերազանց։ կստանանք։ Հա, ֆանտաստիկ։ Հա, դրա ինտուիցիան էլ թե խի ենք բանում, ոնց որ նայում ենք թե ինչքանն են որ բան, նույն իրար համապատասխանող քառորդի մեջ են գտնվում։ Ասենք եթե համ x-ից հանած y-ը դրական է, համ y-ից հանած y-ը դրական է, իրանք իրար բազմապատկենք, այդ կնշանակի որ իրանք այս կտորի մեջ են, էլի, որտեղ երկուսն էլ աճելով գնում են։ Եթե օրինակ տեսնենք մի հատ կետ այստեղ է, այսինքն իր x-ը ավելի փոքր է, բայց y-ը ավելի մեծացել է, կարող է թարս ասացի։ Այդ ոնց որ դրական բացասական կնվազացներ կորելացիան։ Այս մի կտորը էլի կմեծացներ։ Դրան ենք էլի հետևում։ Սա օրինակ իդեալական, սա ստեղ են, սա ստեղ են։ Այս sense տվյալներում արդեն այդքան է իդեալական չի։ Ունենք ստեղ կտորներ, բայց հա, այդ մեր Pearson-ի կորելացիան էր։ Եթե բանաձևով գրենք, ինքը լինելու էր ուղղակի գումար բոլոր մեր տվյալներից x-ի հանած x գլխարկ, y-ի հանած y գլխարկ, սա ինչ արժեք ասես կարար լիներ, մենք բռնում ենք իրան նորմալիզացնելու համար, բաժանում ենք, շատ ճիշտ նշեցնային եմ, ստանդարտ շեղումների վրա ամեն մեկը, իսկ արմատ ու ստեղ գումար 9 հավասար է 1-ից n x-ի - x
քառակուսին էր ու նույնը y-ով։ Սա արդեն -1-ից 1-ում էր մեր մոտ լինում։ Ուհա, գերազանց։ Էս օքեյ էր։ Քանի այս թեմայի վրա ենք մի հատ ձեռի հետ կհիշեցնեք, ուրիշ ինչ կորելացիաներ կար, կամ այս կորելացիան ինչով էր վատը, որ մի հատ ուրիշ կորելացիայի մասին ընդհանրապես մտածենք։ Դա գծային կախվածություններ, Գերազանց, մենակ գերազանց։ բնութագրում։ Շատ ճիշտ է։ Ա, ու սա իմիջիայլոց որ ասում ենք Պիրսոնի կորելացիա բանան, բայց նույն նաև Հաֆտեսի կորելացիան է, չէ՞ մեր մոտ։ Okay, իսկ ինչ կորելացիա ունենք, որ ուրիշ բաներ էլ էր նկարագրում։ Կար որ սենց ինդեքսավորում էինք ու այդ ինդեքսավորվածն էինք այս person-ով դարձնում։ Ահա, շատ ճիշտ է։ Ռանգերի միջև Հա, անունը չէ Պիրսոնի հիշում, հա։ հաշվում։ Ահա, ինքը Սպիրմանն էր, ու Սպիրմանը ուղղակի նայում էր մոնոտոն բանին։ Մոնոտոն մոնոտոն կորելացիաներ նայում, այսինքն մեկը մեծացավ, մյուսը կմեծանա, թե չէ։ 1000 տարի հետաքրքիր չի, թե ինչքանով կմեծանա։ Մենակ թե կմեծանա, թե չի մեծանա։ Գերազանց։ Հայկ ջան, չէ՞ մի հատ հարց տամ, էլի այս Ահա։ կորելացիա, այս կովարացիան, որ ստացանք, մեր այդ գծի թեքությունն է, չէ՞ նույն։ Ա, Ոնց որ գիծ ասածը, եթե այսպես տվյալներ ունենք, ակնհայտ չի ինչի մասին ենք խոսում, էլի որպես գիծ։ Եթե մտածում ենք գծային ռեգրեսիայով արած գտած այս մոտարկման գիծ, այդ գծի Հա, էլի, հա։ անկյունային գործակից, Ոնց որ մեր հավասարը պետք է լինի այդ կա x + b-ն, կան այդ կովարացիան եղնի, b-ն է հենց ինչ որ մի հատ շեղում զուտ։ հա չէ, հետո հավես հարցեր սա։ Այսինքն եթե բանով նայենք, ունենք ինչ որ x, y, դե այստեղ հա, օքեյ, լավ, թեկուզ sense, ունենք ինչ որ թետա, որը ստանում ենք սրա լավագույն նորմալ բանը գտնելով, ու ունենք ինչ որ կորելացիա x-y-ի մեջ, հիմա որն է կապը այս սրա ու սրա այդ բանի էլեմենտի։ Ու այդ թետայի առաջին տոն երկրորդ պարամետրը թետա 1-ը նույն այդ կորելացիայով ստացած թիվն է, եղնում ոնց որ Հələ պրոստը սորական էս առաջադրանքը լուծենք, հետո մի հատ միասին Google-ենք, փորձենք հասկանալ, կամ Google-ենք կամ մտածենք։ Գնացինք, ստեղ ուղղակի ներմուծենք մեր տվյալները, x, y-ները, երկարությունը ֆիքսենք, թե ինչքան է, որտեվ հետո օգտագործելու ենք։ Ու կարանք տամփայով գրենք np.corcof կորելացիան Pearson-ի ստանանք։ Բայց ջան, այդ 0-1 ինտերվալ է գրում այդ որ նոր հաշվում եք MP։ Իրականում ասում եմ մատրիցի որ էլեմենտն է ասում, որտեղ էս Corcoef-ը, էսա եկեք ամբողջ բանը կտպենք իրա, տեսնենք ինչ է։ Այդ տեղին հարցան։ Ստեղ ստացանք։ Ահա, ինքը այսպես որ ասում եմ x ու y, ինքը ստեղ գրում է x-ի ու x-ի կորելացիա, x-ի ու y-ի կորելացիա, y-ի ու x-ի ու y-ի ու y-ի։ Դրա համար 4 հատ էլեմենտ է միանգամից տալիս էլի այս ֆունկցիան մեզ։ Մեզ ոնց որ x-ը x-ի հետ y-ը y-ի հետ հետաքրքիր չի, մեզ էս անկյունագծի էլեմենտներն է հետաքրքիր, այսինքն 0-րդ տող առաջի սյուն։ Ու այս դեպքում շատ մեծ դրական թիվ է գալիս, այսինքն կարանք ենթադրենք, որ բան ունենք։ Ուժեղ գծային կապ ունենք, այս տվյալներ ունենք։ Իրոք բավականին ուղիղ գծի վրա հավաքված ոնց որ լինում։ Այս անալիտիկը։ Սրանով որ ստացանք 0.95, այս մի հատիկ թիվն է։ Այս նման նրան, որ ուղղակի ասում ենք 52%-ով կարծում ենք, որ այդ կանդիդատ ան կհաղթի։ Հիմա արդեն պետքա գանք բանին։ Այդ ինտերվալներ ստանալուն։ Հիմա ինչ մոտեցում կարանք ստեղ ունենանք, որ շատ վստահելի ձևով իմանանք միշտ կարանք այդ մոտեցումով շարժվենք ինչ որ գնահատականներ ստանանք, երբեմն այդ գնահատականները ինչ որ բաց թվում ունենան, բայց ինչ մեթոդ ունենք, որ տենց շատ լավ անուն ունի, որ նաև նկարագրում է իր նպատակը, էլի։ այն bootstrap-ը, Գերազանց։ Իր միտքը որն էր։ որ մեր եղած տվյալներից ոնց որ մեր եղած տվյալներից անդադ sample ընտրենք ու դրանց վրա այդ նույն բանն անենք։ Գերազանց։ Ասում ենք ունենք, չունենք, այս տվյալները ունենք։ Հիմա ոնց կարանք էլի բաշխում ստանանք կորելացիայի համար մեր պատկերացումների։
Դե bootstrapping ինքներս մեր այդ ուզում ենք մի ձև բարձանանք, մենք մեր ոտերի բանից բռնենք, քաշենք մեզ վերևը, տենց բան անենք։ Այդ անունը շատ է դուրս եկել վերջերս։ Հա, այսքան պետք է մենք բռնենք, այս կետերից պատահական ընտրենք ու կարևորը որ ընտրելուց with replacement ենք անում, այսինքն որ վերցրեցինք տեղը նույնը դնում ենք, նես չի։ Դույլում կար 3 հատ կարմիր, մի հատ կարմիր վերցրեցինք, մնաց 2 հատ կարմիր, չէ, մի հատ կարմիր վերցրեցինք, օքեյ, հիմա էլի 3 հատանոց դույլից ենք վերցնում։ Այսինքն կարա նաև ինչ որ արժեքներ կրկնվի։ Հիմա այստեղ որ մենք ուզում ենք այս x ու y-ը առանձին array-ներ են, բայց մեզ պետքա ոնց որ համապատասխան բաներ, որտեղ մեր կետերն են 1 2 2 3 3 5։ Կարենք իրանց նաև խմբավորենք որպես տենց ներդրված array, առաջի էլեմենտը 1 2 երկրորդը 2 3 բանան։ Բայց այստեղ կարանք ուղղակի պատահական ինդեքսներ վերցնենք, ասենք 1 0 2 3 օրինակ 4 ու այդ էլեմենտներին համապատասխանող x y արժեքները վերցնենք։ Կարանք այդ մոտեցումով վարվենք, էլի։ Որպեսզի վերարտադրելի լինի, մի հատ սիդա անպայման ֆիքսենք, ինչպես միշտ, ու բան անենք։ Օրինակ 5000 անգամ ընտրենք պատահական ինդեքսներ replacement-ով։ Ու այս մեր բանին ցուցակին ավելացնենք այդ էլեմենտներում համապատասխան եղած արժեքների այդ էլեմենտներում եղած արժեքների վրա հաշված կորելացիան։ Այսօր աշխատացնենք արդեն ստեղ ունեցանք ինտերվալ։ Հա, ու ստեղ ինչն եմ գծել, ստեղ գծել եմ, եկեք միանգամից բաշխումը գծեմ իմիջայլոց։ Name blue is not defined, որտեղ blue-ն վերևում եմ արել, ներողություն։ Հիմա ուղղակի բոլոր եղած արժեքները եթե գծեմ ու ստեղ որպես density-ա դրած, որ տենց ուղղակի նորմալիզացված է 0-ից 1 որ լինի, մի քիչ ավելի վիզուալ հաճելի լինի։ Այս առնով ստացանք իր sampling distribution-ը։ Իսկ հիմնականում կոնցենտրացված է ամեն ինչ այս 0.95-ի մոտակայքում, այդ էր իր բան արժեքը, սաղ տվյալների վրա հաշված արժեքը։ Բայց իհարկե մեջով պատահականություն կա։ Ու հիմա որպես մոտեցում կարելի էր բռնել ու բան անել։ Վերցնել ուզում ենք նենց ինտերվալ, որ 95% տվյալների դրա մեջ լինեն։ Այդ անելու համար կարանք ձախից 0.25% փոքենք, աջից 0.25% փոքենք ու ստանանք այս կտորը։ Այսինքն մենք 2.5-ից մինչև 97.5 պերսենտայլների միջև արժեքն ենք վերցնում։ Z score-ից այտենց ինչ որ արժեք նորմալ բաշխումից կարենք այտենց արժեք վերցնենք, հիմա Z score բանման չենք օգտագործում, տեղը ուղղակի մեր տվյալների հիմքով ենք դա անում, էլի։ Ուհա, այս օքեյ էր, ժողովուրդ։ Սա արդեն մեր ամբողջական sampling distribution-ն է, էլի լինում։ Ուհա, այս ինտերվալներ գալիս էր 0.82-ից 0.99.2։ Բայց ջան, այդ как раз իմ մոտ էլ այդ հարցը առաջանում, ինքը նայեք հենց այս C մեջ էր, որ ինքը դեպի ձախ էր, չէ՞, ձախ թեքվածություն ուներ, այդ բացատրելիությունը ինչու՞մն էր գալիս իրա։ Հա, այդ շատ լավ հարց էր, как раз ուզում եի դրանից խոսանք։ Այստեղ մի հատ պահ ունենք են, որ երբ որ այս մեր բաշխման մեջ դե նախ մեր Pearson-ը ինքը սահմանափակա -1-ից 1-ի մեջ, չէ։ Հիմա -1-ից 1-ի մեջ է, արդեն գիտենք, որ տենց իսկական P-ն բավականին իսկական ռոն ներողություն, իսկական կորելացիան բավականին մեծ է, սաղ տվյալների վրա որ հաշվել ենք 0.95 էր ստացվել։ Հիմա ստացվում է ոնց որ 0.95-ի մոտակայքում ինչ որ արժեքներ եմ վերցնում, բայց 0.95-ից շատ քիչ տեղ ունեմ դեպի աճ գնալու, մեկից ավել չեմ կարող աճ գնամ։ Ձախ գնալու, բայց այնց շատ սահմանափակում, որպես այդպեսին չունեմ, ու տենց արդեն ստացվում է այն էֆեկտը, որ մեր մոտ տվյալները պետքա սաղ նախ պետքա sense tenance գա աճից կուտակված լինի, որ երկրորդն էլ այդ կուտակված էլ որ եղավ, ինչ որ մի հատ sense ասած առաստաղ ունեմ, էլի, որ այդ առաստաղից այն կողմ չեմ կարող գնամ, մեկից այն կողմ չեմ կարող գնամ։ Այսինքն տվյալները ինչքան բախտս էլ բերի, ինչքան տենց լավ ընտրեմ,
մեկը ամենաշատը 1 է լինելու ինքը, էլի։ Բայց Այսինքն- բաղկը չբերելու տեղը շատ կա։ Հա, եթե ասենք 0.7 լիներ կամ 0.6 լիներ, ի սկզբանե կետը, այդ ավելի համաչափ կդառնար ինքը։ Եկեք մի անգամից բան անենք։ Как раз կոդի դիմացները, սա եկեք մի քիչ փոփոխենք ու տեսնենք։ Եկեք սա թող լինի ստեղ մեր մոտ 10, ստեղ 6-ում թող իր արժեքը լինի -1, հələ տեսնենք սա ինչ կտա։ 0.669 եղավ կորելացիան, եկեք մի քիչ վատացնենք սա։ 0.5745 ու հիմա սրա համար աշխատացնենք։ Տեսակ շատ ավելի սիմետրիկացավ։ Հա, всё, մերսի։ Դեզել։ Այս է հետարքիր թե ինչի է, ինձ թվում է ինչ վարկածուն եք այս տվյալներին նայելով ես ինչ արեցի, մի քանի հատ կետ բռնեցի, ահա որ վատացրեցի, չէ՞։ Դե լավ, ասածից մեջ արդեն հուշում կար։ Իմ պատկերացնելով իմ կարծիքով այստեղ է sense կտրուկ մի հատ այսպես պահում ունենք նրանից, որ ինչ որ դեպքերում այդ շատ վատ կետերը, որ սաղ փչացնում էին, չեն ներառվում, երբ որ չեն ներառվում, կորելացիան կտրուկ մեծանում է, էլի, որտեվ մինչև այդ շատ բարձր էր, մի 2-3 կետ փչացրեցի։ Իմ պատկերացնելով երևի դրանից է գալիս, էլի, այստեղ։ Որպես փոքր հիշեցում, այդ մեկը ավելի շատ էս երրորդ խնդրի մեջ էր, որ մենք այս bootstrap-ը որ արեցինք, հետո ուզում ենք հաշվել բաները, ինտերվալները։ Մի քանի մոտեցում ունենք։ Մենք այստեղ արեցինք այս bootstrap-ի percentile-ների մոտեցումով, այսինքն նայեցինք 2.5-ից մինչև 97.5 բաները, percentile-ների մեջ եղած արժեքները։ Բայց նաև մենք կարենք օրինակ օգտվեինք սովորական մոտեցումից, ինչ կա չկա։ Ուղղակի ստանդարտ error-ը փոխարինենք մեր bootstrap-ի sample-ի վրա եղած bootstrap-ի sample-ի հիման վրա հաշվարկած ստանդարտ error-ով։ Կամ կարենք մի քիչ ավելի նուրբ լինեինք, հասկանայինք, որ մենք արդեն վարիացիա չունենք, վարիացիան գնահատում ենք։ Երբ որ տենց էինք անում, երբ որ վարիացիան էլ էր գալիս մեր մոտ բանից, sample-ի վրա հաշված, պետքա գայինք այս ոչ թե նորմալ բաշխումից օգտվեինք, այլ այն պոչերում մի քիչ ավելի թմբլո նորմալ բաշխումից օգտվեինք, student-ի t distribution-ից օգտվեինք ու ստեղ ուղղակի z արժեքի փոխարեն t արժեքը վերցնենք, էլի, որպես այդպեսին։ Այս նախորդ խնդրի հիմնական բանն էլ հենց այդ էր ուղղակի, էլի, որ 3 տարբեր confidence interval հաշվել, այս միտքը եթե հասկանալի է, կոդի տեսանկյունից շատ հետաքրքիր չի։ Կոդը ամեն դեպքում ռեպոյում կա, եթե ինչ-որ մեկը կուզի աշխատացնելով գնա։ Խնդիրը հետևյալն է, ժողովուրդ։ Պատկերացնենք ինչ-որ տենց ու մտածում ենք օրինակ այս կայքը այս տեսքի լինի ինչ-որ այսպես ինչ-որ տեսքի լինի, թե մի հատ ինչ-որ ուրիշ տեսքի լինի։ Օրինակ մտածում ենք, եթե կայքը այս տեսքից փոխենք այս տեսքի, կարող է ավելի շատ մարդ մեր ապրանքը գնի։ Այս տենց ավանդական AB թեստի սյուժետ է, այդ AB թեստինգը մեր նախավերջի լեկցիան է լինելու Անովայի հետ միասին։ Բայց միտքը ակենա, որ ունենանք երկու խումբ, այդ երկու խմբի վրա մի խումբը A տարբերակը լինի, մի խումբը B տարբերակը, ինչ որ մի բան հաշվենք ու հասկանանք ոնց որ արդարացված էր արդյոք A-ից անցնել B-ի, թե չէ։ Իսկ օրինակ ունենք 200 հոգանոց խումբ ու իրենց վրա չափել ենք, որ իրանցից 8%-ն է կտցրել այդ մեր տարբերակին, իսկ այս նոր խմբում ուրիշ նոր խումբն էլ 200 հոգի է եղել, հեշտության համար է թվերը բռնում իրար հետ։ Հեչ պարտադիր չի բռնեն, էլի։ Այդտեղ էլ 11 հոգի է եղել։ Ու հիմա օրինակ եթե միտք ունենք, որ եթե մտածած ունենք, որ եթե 3%-ից ավելի շատ է լավանում բանը, ուրեմն եկեք կայքը փոխենք։ Հիմա օրինակ այս դեպքում կարանք տենց հանգիստ արխային կայքը փոխենք։ 3% եղել է փոփոխությունը։ Այստեղ արդեն մեզ պետք է ինչ-որ մի բան, որ մենակ այդ թիվը չի լինի 3%-ը, այլ նաև հաշվի կառնվի իր բաները։ Մարդկանց քանակները, սխալանքները եւ այլն, սխալանք ասելը ստանդարտ error-ները։ Ու մեր առաջի կետն է սարքել բան, confidence interval սարքել 95%-անոց։ Այստեղ մեր մոտ փոփոխությունը լինում է երկու խմբի դեպքում, որ հաշելով գայս ենք, ասում ենք P2 հանած P1 0.03։ Հիմա ստանդարտ սխալանքը ինչքան է։ Սխալանքը կլինի
վարիանսը այս P2 մինուս P1-ին ստեղել ունենալու ենք անհատական արժեքների վարիանսները։ Ճիշտ անհատական այս խմբերի համար վարիանսները, էլի արժեքներ չեն։ Այսինքն ունենալու ենք P1 անգամ 1 մինուս P1 բաժանած N1 ու նույնը P2-ով։ Ոստեղ եթե սա գանք հաշվենք, ունենալու ենք արժեք 0,03 հոտ մի բան։ 95%-անոց ինտերվալ ենք վերցրել, ուրեմն ունեցանք 0,03 գումարած 1.96 անգամ 0,03։ Ու այս մեզ տվեց մինուս 0,02-ից 0,08։ Այսինքն մենք 95%-ով մենք մտածում ենք, որ եթե 95% եթե լիքը կրկնենք այս նույն էքսպերիմենտը 95%-ում իսկական արժեքը, որ պետքա լինի, կպարունակվի այս մեր ինտերվալի մեջ։ Այս բանից։ Իսկ այս ինտերվալը իրական հենց այս կետի համար հաշված այս ինտերվալը ինչ մի հատ թիվ է պարունակում, որը որ կարա նշանակի օրինակ որ բան, ոնց որ պետք չի փոխել կայքը։ Ինչ մի հատ շատ կարևոր թիվ կա, էլի, որ եթե այդ թիվը ստանայինք, կնշանակեր, որ լավացում չկա։ 0.7 է թիվը։ Այս դեպքում այդ 7-ը չգիտեմ որտեղից եկավ, cost 0.03, բայց ինձ սկիզբը ճիշտ ասացիք, զուտ 0-ի մասին էի այստեղ խոսում, էլի։ Այսինքն մեր վստահաբար մտածելու ինտերվալի մեջ 0-ն է կա, այսինքն ոչ մի բան չի փոխվին կա։ Դեռ մի բան էլ ավել բացասականն էլ կա, որ իրականում ավելի վատ պետքա լինին։ Okay, թե մի քիչ abstract է։ Այդ կտորը մի հատ էլ կասեք։ Այստեղ ոնց որ մենք բան էինք անում, հաշվում էինք, թե ուզում ենք հասկանանք, թե ինչքանով կլավացվի մեր բան մոտեցումը, եթե A տարբերակից անցնենք B տարբերակի։ Հաշվել տեսել ենք, որ մեր եղած տվյալների վրա 0.3-ով տարբերություն էր տալիս։ Այսինքն ներողություն 0.03-ով։ Այսինքն մտածում ենք 3% ավել մարդ կվերցնի։ Հիմա confidence interval-ը որ հաշվել ենք, տեսել ենք, որ 0.03-ը օքեյ, միջինն է, բայց մեր ինտերվալը որ մտածում ենք, այդ -0.02-ից 0.08-ն է։ Այսինքն մեր այն միջակայքը, որի մասին մենք վստահ ենք, պարունակում է համ 0, համ բացասական արժեքներ, այսինքն ակնկալում ենք, որ A-ից B-ի անցնենք, կվատանա արդյունքը։ Համ էլ դե 0.03-ից մեծ արժեքներ, բայց դե մենք մի քիչ ավելի պեսիմիստիկ մոտեցումով ենք ստեղ նայում, էլի։ Այսինքն մենք հիմա ակնկալում ենք, որ եթե մի հատ նորից կրկնեինք այս էքսպերիմենտը, օրինակ մեր փորձնական 400 հոգու վրա փորձարկվեց, հիմա եթե կայքը հրապարակենք բան, հրապարակենք ու ինչ-որ նոր մարդիկ գան այդտեղ փորձեն, իրանց վրա մենք վստահ չենք կարա լինենք, որ սկի չի վատանա, որովհետև այդ մեր վստահության միջակայքում բացասական թվեր կային։ Եթե օրինակ մեր ինտերվալը գար դառնար 0.02-ից 0.04-ը, մենք կմտածենք, որ դե լավ, եթե գնաց արդեն այս կայքը գնաց on-line, օրինակ պատկերացնենք մի քիչ դզում փչում է մեր դեպքի համար, բայց եթե պատկերացնենք այտենց մարդիկ 400 հոկանոց խմբերով են մտնում, մենք կմտածենք, որ այդ խմբերում 95% դեպքերում այդ խմբերի իրոք ավելի շատ կգնեն։ 2%-ից մինչև 4% կգնեն։ Բայց հիմա այս մեր սյուժետում մենք այս 95% խմբերը որ կան, իրանց մեջ ինչ-որ մի մասին ակնկալում ենք, որ դեռ հələ ավելի քիչ կգնեն այդ ապրանքը։ Այս խմբերի համատության ժամանակ բան ենք անում, էլի։ 0-ի կոմպոնենտը լավ ահագին հաշվի ենք առնում, էլի։ Ու այս չի նշանակում, որ ոնց որ A կայքից B կայքը գնալը վատ տարբերակ է, էլի, նշանակում է, որ մեր ունեցած տվյալներով այտենց պնդում չենք կարող անենք։ Եթե ասենք տվյալները ավելի շատ լինեին, այստեղ ստանդարտ էրորի հաշվարկի ժամանակ ստանդարտ էրորը ավելի փոքր լիներ, մեր այդ ինտերվալն էլ ավելի փոքր կլիներ, էլի, ու կարող է արդեն 0-ն չպարունակեր։ Ու հաջորդ հարցը կակրաս գալիս էր բանին, որ օքեյ, լավ, իսկ ինչքան պետքա լիներ բանը,
ինչքան պետքա լիներ մեր բանը, խմբերի չափը, որպեսզի այս confidence interval-ը, որ հաշվենք, իր մեջ արդեն գոնե 0-ից մեծ լինեին բոլոր թվերը։ Ենթադրենք իրականում 3%-ով է, էլի, հենց լավացում է արվում։ Ստեղ արդեն գալու ենք այն խնդրին, որ պետքա հաշվենք այս բանաձևով գանք, որ ասում ենք z-ի արժեք անգամ standard error ու այնտեղ ունենք 0.03-ից հանած այսա z անգամ standard error-ը։ Ու սա եթե ուզում ենք դրական լինի, 0-ից մեծ լինի։ Ուրեմն այսա պետքա 0.03-ից փոքր լինի, չէ՞։ Ստեղ ուղղակի սա եթե հաշվում ենք, z քառակուսի բարձրացնենք հեշտ լինի, ու արդեն n-ը տանենք այս կողմ, ստանում ենք բանաձև z քառակուսի անգամ վարիացիա բաժանած 0.03-ի քառակուսի, այս եթե հաշվենք, ստանում ենք n-ը 733։ Այս դեպքում ոնց որ ըստ խմբի 733, էլի, ենթադրել ենք այս դեպքում ոնց որ հայտարարել բերել ենք նույն տեղը, որ ավելի հեշտ լինի, էլի, թե չէ պետքա n1 n2-ով վարվեինք, այնտեղ ամեն մեկի համար գնահատական տալ բանման, մի քիչ դժվարանում էր, բայց կոնցեպտը նույնն է, էլի։ Բայց դե եթե հավասար խմբեր ունենք, արդեն այդ կրիտիկական թիվը ստացանք, էլի, այսինքն մոտ 4 անգամ ավելի շատ մարդ պետքա լիներ, որ նոր արդեն հանգիստ լինենք, որ գոնե չի վատանա, էլի, այս մեր կայքի նոր տարբերակով։ Այս տնայինի բանը կար, չէ՞։ Գցած է տնայիններ։ Հա, կայքում է։ Ասա բացում Դա։ 24-ն է։ Հա, Լուծումներն է, հա, նոր հասկացա, որ երևի ռեպոն է, լուծումն եք ասում։ Չէ, вообще լուծումը ուզում ռեպոյի եի, մեջ։ ես չգիտեի, որ տնային կար դրած էլի, դրա համար էի հարցնում, որ նա Ահա, ինքնուրույն էլ փորձենք նայել էլի։ կարող եմ մոռացել եմ գրեմ, Լավ, ոչինչ։ կարող եմ մոռացած լինեմ, հա։ Հա, գրել եմ, ասել եմ չորեքշաբթի գործնական, բայց չեմ գրել, թե հա, մոռացել եմ, ինձ թվում է։ Թու, հա, մոռացել եմ գրեմ, որ կա։ Լավ, հա, ափսոս։ Այս ինձ թող դաս լինի հաջորդ անգամվա համար։ Հա, դե լավ ժողովուրդ, մինչև 5-ը հաշվեմ, եթե բան չկա, արդեն կավարտենք։ 1, 2, 3, 4, 5։ Դե լավ ժողովուրդ, շատ բարի, ապրեք որ միացաք, ու հա, վաղը արդեն նոր դաս, նոր թեմա, բավականին պետքա որ սպասված թեմա լինի, որտեվ այդ հիպոթեզների թեստավորումը տենց հայտնիոտ բան է, էլի։ Ու լավ, Մերսի շատ։ ձեզ էլ, Merci շատ հաջողություն, հաջողություն։ Ես հաջողություն այդ։ ձեզ էլ հաջողություն։